Ֆրանսիայի դեսպաններից մեկը ասել էր, որ ձեր թանգարանը այն թանգարանն է, որտեղ ճանաչում ես ժողովրդի ոճը։ Տունը եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը եւ որը այնտեղ շատ բազմազան գործունեություն է ծավալել։ Կալյացանյան տոնը կազմակերպել այնտեղ, ասենք, երբ որ դու հոգնել ես, փորձեր ունեցել ենք։ Ես ուշացա արդեն, բայց երեխան սովորում է գորգագործություն կամ ասեղնագործություն, զուգահեռ սովորում է նախագծերի կառավարում, սոցիալական մեդիա, մարքեթինգ, հանդիպումներ ունենում տարբեր անհատների հետ, որոնք իրեն ուղերթում են, թե հետագայում նա ինչ կարող է անել այդ արհեստի հետ։ Շատ կարևոր է ճանաչել ինքնությունը ու ճանաչել ինքնությունը առանց պատրանքների։ Սա ամենակարևոր բանն է, որ մենք իրոք կամուրջ ենք անցյալի ու ներկայի միջև, որովհետև մենք պահպանում ենք ոչնչական մշակութային ժառանգության տարրերը եւ նաեւ արհեստագործությունը, բայց մենք նաեւ պարտադիր պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի ստեղծվի այսօրվա արվեստը։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է։ Բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր տաղավարում մի հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու։ Ուրախություն մեզ Հայաստանում այլևս կա հայկական գործվածքի թանգարան եւ այն բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Այս մասին խոսելու եմ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի հետ, ով այսօր տաղավարում է եւ կպատմի ոչ միայն Դիլիջանի մասնաճյուղի այս կարևոր նախաձեռնության եւ իրողության մասին, այլև ինչ է կատարվում ժողովրդի թանգարանի բոլոր ճյուղերում, ինչ հետաքրքիր նախաձեռնություններ ունեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ էլի պիտի ասեմ շնորհակալություն, որ Դիլիջանում բացեցիք ձեր մասնաճյուղը վերաբացեցիք եւ այն այլևս ձեր արվեստի ցուցանմուշներ է ցուցադրվում, ասեղնագործներ, հելուններ, գորգեր, այն ամեն ինչ որ հանգույցի տեսքով հայ կանայք իրենց մատներով գաղտնագրել եւ մեզ են փոխանցել։ Իսկապես շնորհակալություն, որովհետև դրա կարիքն իսկապես շատ ունեինք, թե չէ անգամ մի փոքրիկ ցուցադրություն չունենային եւ աշխարհում կան մարդիկ, ովքեր հաճույքով դրանք յուրացնում են։ Շնորհակալություն։ Ինչու որոշեցիք։ Մի քիչ երևի հետ գնամ ավելի Դիլիջանյան մասնաճյուղի պատմությանը։ Հետո արդեն մոտենամ գաղափարի ստեղծման եւ իրականացման գործընթացներին։ Նախ մեր մասնաճյուղը Դիլիջանյան բացվել է 79 թվականին, որպես Հովհաննես Շարամբեյանյան ժողովրդական արվեստների թանգարան, ու այն ժամանակ Հովհաննես Շարամբեյանի անվան չէր, դեռ ժողովրդական արվեստի թանգարան։ Եվ այդտեղ հիմք էր հանդիսացել թանգարանի համար հենց Հովհաննես Շարամբեյանի հավաքածուն, որը այդ գեղեցիկ տան վերջին բնակիչն էր եւ կարողացավ այնպես անել, որպեսզի շենքը կանգուն մնա եւ վերածվի թանգարանի, ինչպես նաեւ հավաքածուի հիմքը հանդիսացավ Սերիկ Դավթյանի նվիրաբերությունը բազմաթիվ ձեռագործ նմուշների տեսքով եւ կարող ենք ասել, որ չնայած նրան, որ այն ժամանակվանից էլ ներկայացվում էին ժողովրդական արվեստը ներկայացնող տարբեր, այսպես ասած, նմուշներ, թե փայտի գեղարվեստական մշակում, թե մետաղի գեղարվեստական մշակում, թե գործվածք, ամեն ինչ բնականաբար արհեստների մասին, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, այսպես ասած, բայց հիմնականում հիմքը եղել է գործվածքը եւ կարելի ասել, որ նախադրյալները արդեն կային այն գործվածքի թանգարանի վերածելու համար։ Հովհաննես Շարամբեյանը հենց այդ տանն է ապրել փաստորեն։ Այո, այդ տան վերջին բնակիչներ, այդ տանը ապրում էր 4 ընտանիք։ Հետո արդեն ոնց որ ընտանիքներին սկսեցին Դիլիջանում տեղափոխել այլ վայրեր բնակության համար, Հովհաննես Շարամբեյանը վերջին բնակիչն էր եւ նա կարողացավ պետության հետ պայմանավորվել, որովհետեւ ծրագրեր կային, որ այդ տունը միգուցե նաեւ քանդվելու ենթակա էր, բայց նա կարելի է ասել, որ փրկեց այդ տունը քանդվելուց եւ կարողացավ այնպես անել, որ
այն մնա որպես թանգարան եւ այն նաեւ հուշարձան շենք է, որը կառուցվել է 1896 թվականին Սամսոն Բեկ Հարությունյանի կողմից եւ մինչեւ Հովհաննես Շարամբեյան առհասարակ շենքի շուրջ երկու կարևորագույն ֆիգուրների մասին է մշտապես խոսվում Հովհաննես Շարամբեյան եւ Մարիամ Թումանյան։ Ուզում եի դա ասել, Մարիամ Թումանյանը շենքը տունը եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը եւ որը այնտեղ շատ բազմազան գործունեություն է ծավալել, բացի հետաքրքիր ինտելեկտուալ հանդիպումներից նա շատ մեծ աջակցություն է ցուցաբերել ջարդերից հետո որբերին կանանց արվեստանոցներ է ստեղծել Գորգի հենց Դիլիջանում, այսինքն շատ մեծ կարևոր ներդրում ունի, հենց ինքն էլ այն ժամանակվանից կարելի է ասել գործվածքի զարգացման, ուղղությամբ Հետաքրքիր է Մարիամ իշխանուհին Թումանյանի հետ է շատ մտերիմ եղել, արդյոք այդ տանը երբևէ հյուրընկալվել է նաև Թումանյանը։ Ասում են, բայց տենց բացի Թումանյանից նաև շատ տարբեր հայտնի մարդիկ, այսինքն այդ տունը մշտապես եղել է, կարելի ասել փոքր վերնատան նման բան, երևի, որտեղ որ հետաքրքիր զրույցներ են տեղի ունեցել եւ Մարիամն էլ ամեն ինչ արել է, որպեսզի տարածքում Դիլիջանում գոնե կարողանա իր ներդրումը ունենալ, որովհետեւ գիտենք, որ Թբիլիսիում շատ մեծ գործունեություն է ծավալել սկսած սոցիալական սրճարաններից մինչև օգնություն տարբեր երիտասարդ աղջիկների կրթություն ստանալու համար, թատերական գործունեություններին աջակցություն եւ այլն, այսինքն եթե խոսենք Մարիամի մասին, կարելի է Մարիամի մասին անverջ խոսել, երևի ինձ համար ինքը իսկական հայ կնոջ նաեւ կերպար է, որը Գործունյան, նախաձեռնող, նվիրալ, հասկացող, պահպանող, այո, ինքը սենց շատ յուրահատուկ ֆիգուր է եւ հիմա օրինակ թանգարանում բնականաբար հիմնական էքսպոզիցիայում անպայման անդրադարձ է արվում Մարիամ Թումանյանին եւ Հովհաննես Շարամբեյանին որպես երկու գործող կարևոր այսպես ասած ֆիգուրներ Հետաքրքիր է, չէ՞ որ հենց թանգարանի շենքը արդեն որպես մշակութային արժեք կա եւ դու այդտեղ մտնում ես կրկնակի երակի մշակութային շերտ բացահայտելու։ Այո, իրապես այդպես է եւ հիմա էլ թանգարանում այն ժամանակ էլ թեկուզ եւ միգուցե ոչ այսօրվա ժամանակակից ձևերով ստացված էր էքսպոզիցիան, բայց ինքը իր բնականաբար տրամադրությունը ուներ, իր միջավայրն էր ստեղծում, այսօր էլ հետաքրքիր է, որ ինչքան այցելու ունենում ենք, բոլորը ոնց որ այցելությունից հետո անպայման ասում են, ինչ հետաքրքիր վիճակ կա թանգարանում, ինչ հետաքրքիր զգացողություն կա, ոնց որ շատ տարբեր մարդկանց պատմություններ, նմուշների միջոցով, ոնց որ մարդիկ զգան, շատ հետաքրքիր է ու լինում է որ մոտենում են ասում են երկար նայում էի ժանյակին ոնց որ տեսնեի թե ոնց է գործվել եւ այլն էքսպոզիցիան շատ գեղեցիկ էր կազմակերպված ասեմ որ ոնց որ հեքիաթի մեջ մտնեիր թե լուսային թե գունային համադրությունները թե ձեռքի աշխատանքը թե ասենք շապիկա երեխայի ցուցադրված ոնց որ դու կենթանի զգաս թե այդ շապիկը հագնող ինչ է զգացել ինչ ջերմությամբ ինչ հոգատարությամբ եւ այդ պրոֆեսիոնալ ներկայացման ձևը ուղղակի հրաշալի էր, որովհետև դες մտածում եմ ուղղակի գեղեցիկ նմուշներ կան թանգարանում ցուցադրված կլան կմոտնամ գիդին կխնդրեմ ինչ որ բան բացատրի, բայց ամեն ինչ այնքան կենթանի էր, որ երբեմն զգում էի, որ գիդի կարիքը չունեմ, որովհետև ցուցանմուշը ինքը արդեն պատմում է ինչ որ հետաքրքիր մի հեքիաթ։ Այո, այս արդյունքին սկսեցինք հասնել 22 թվականից, 22 թվականին իրականում շենքը կանգնեց կապիտալ վերանորոգման, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ, միջոցներով եւ երկար տարիների վերանորոգումից հետո արդեն այդ ընթացքում ոնց որ սկսեցինք աշխատել կոնցեպտի վրա եւ բնականաբար այստեղ մեզ համար կարեւոր էր պահել նաև ինչ որ չափով պատմական ժառանգությունը կարելի ասել եւ սկսեցինք աշխատել Նարեկի հետ Աշուղաթոյան, որը Հովհաննես Շարամբեյանի թոռն է
Եվ Նարեկը հրավիրեց իր հետ միասին էքսպոզիցիոն աշխատանքները իրականացնելու մեկ այլ էլի շատ կարևոր այսօրվա համար ասեղնագործության մետաղի ոլորտում մասնագետ նկարիչ Հրազդան Թոքմաջանին Եվ երբ քննարկում էինք էքսպոզիցիոն ոնց որ հարցերը, թե ինչ ուղղությամբ գնանք եւ այլն, առաջարկ եղավ, որ Նարեկի կողմից որ գործվածքի թանգարանի ձևաչափով ներկայացնենք, որտեղ նախադրյալները եղել են դրա համար։ Ու այդպես սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, հավաքել թանգարանի Թոքմաջյանը եւ Նարեկը ձեռագործները հավաքելու մեծ փորձ ունեն, թե հետազոտությունների եւ գրքերի տեսքով, թե անձնական հավաքածուների տեսքով։ Բացի դրանից նաեւ բնականաբար շատ մեծ էր ոնց որ այդ ընթացքում թանգարանի աջակցությունը Այսինքն մեր գիտական բաժնի Տիկին Բազեյանը նույնպես ոնց որ գիտական մասով աշխատեցին իրար հետ միասին ֆոնդերը, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի մենք կարողանանք լավագույն նմուշները ընտրել, բայց բնականաբար հասկանալի է, որ թանգարանը ինքնին շատ մեծ չէ եւ անհնար է ամբողջ հայկական գործվածքը ներկայացնել, դրա համար փորձ արվել գոնե հիմնական տեխնիկաները, հիմնական դպրոցները ցույց տալ ուղղությունները, շարժումները, որպեսզի այցելուն կարողանա տեսնել, սկսել տարբերել, սկսել զգալ, թե ինչով է ապրել հայ մարդը, եւ այստեղ մեզ հասան նաեւ աջակցության մեր գործընկերները, բացի մեր ցուցանմուշներից, թանգարանի այնտեղ ցուցադրվում են նաեւ Հայաստանի պատմության թանգարանից ցուցանմուշներ եւ Պահպանության ծառայություն պոատից ցուցանմուշներ, որոնք հիմնականում Հովհաննես Շարամբեյանի գեղանկարներն են։ Ինչու ենք նաեւ գեղանկարները ներկայացրել, որովհետեւ Շարամբեյանը երկար տարիներ ապրելով Դիլիջանում նկարել է հին տները, որոնք իրականում այսօր չկան։ Եվ իր աշխատանքների շնորհիվ կարողանում ենք ընդհանուր պատկեր կազմել հենց դիլիջանյան ճարտարապետական ժառանգության ոնց որ վերաբերալ շուրջ եւ այդտեղով սկսում ենք նաեւ շեշտադրում դնել այն փաստի վրա, որ շենքը հուշարձան շենք է, այսինքն մեր նախարարության պահպանության ներքո է գործում եւ այդ շեշտադրումով արդեն շարունակում ենք ամբողջությամբ ներկայացնել էքսպոզիցիան, խոսելով կարպետների, գորգերի մասին, այնուհետև անցնելով ասեղնագործության տարբեր դպրոցներին, Թելքաշ, Կամայնթափ, Մարաշ ժանեկագործությունը ունենք շատ հետաքրքիր նմուշներ սոցռեալիզմի ժամանակահատվածից ներկայացված ունենք հետաքրքիր տարազային տարբեր հատվածներ ամբողջական համալիրներ ցավոք սրտի Դիլիջանում շատ չունենք բայց տարբեր մասերով ներկայացված են եւ ունենք իմ ամենասիրելի երևի հատվածներից մեկը, որը հոգեվոր հատվածն է, որտեղ ներկայացված է մի շատ հետաքրքիր վարակույր, որը որ Շարամբեյանը կարողացել էր, կարելի ասել, փրկել, հողի մեջ էին գտել այդ վարակույրը եւ բերել էին թանգարան, կարողացել էին կյանքի կոչել Եվ մենք էլ մինչև ցուցադրել ամբողջությամբ վարակույրը ռեստավրացիոն աշխատանքներ անցավ եւ այդ վարակույրից Հայաստանում կա եւս 3 հատ, մեկը պատմության թանգարանում, որը հիմա ցուցադրվում է Լուվրի հետ Սուրբ Երկխոսության ցուցադրության շրջանակում եւ նաեւ Մայր տաճարում կա ու հետաքրքիր որ իրենք ոնց որ հիմնական պատկերները նույնն են, բայց չեն կրկնվում, որոշ դետալներ տարբերվում են 4-ի վրա էլ Ես ուզում եմ թանգարանի այս շատ գեղեցիկ կոնցեպտը ստանալու համար նաև շնորհակալություն հայտնել, առհասարակ բոլոր այն մարդկանց, որոնք մեզ հետ էին, հա, նախ եւ առաջ նաև մեր համադրողներին, Նարեկին եւ պարոն Հրազդանին, եւ նաև մեր թանգարանի նոր դիլիջանյան գործընկեր Green Rock հիմնադրամին, որի հետ սկսում ենք հարևանություն անել, հարևանություն նախագիծը, որոնք կարևորում են մշակույթը
եւ իրենց ոնց որ մաս աջակցությունն էլ հասցրեցին ունենալ մեր էքսպոզիցիոն աշխատանքների իրականացմանը, այսինքն այս արդյունքը, որը ստացել ենք, սա շատ տարբեր մարդկանց մեծ սիրո եւ նվիրումի աշխատանք է եւ բնականաբար առաջին հերթին մեր նախարարությանը, առանց որի այս ամենը ուղղակի անհնար կլիներ։ Այստեղ են ասել, եթե չլինի մենքը, որևէ մեկս ինչ որ մի բանի հասնել չեն կարող եւ այդ մենքի մեջ ինչքան շատ անհատներ են հավաքվում, այնքան գործն ավելի ազդեցիկ, ավելի ուժեղ եւ ավելի կայուն է դառնում։ Այո, սա իրոք մենքի արդյունք է, մենքի լավագույն երևի արդյունք է։ Թանգարանը լինելու է շատ կենթանի հարթակ, այսինքն ինքը չի լինելու միայն ցուցադրություն, որ մարդիկ գան, տեսնեն եւ թողնեն գնան, այսինքն առաջարկելու ենք հետաքրքիր կրթական ծրագրեր, թե տեղացիների համար, երեխաների, մեծահասակների եւ թե զբոսաշրջիկների համար, որոնք կարող են գալ այցելել թանգարան, իրենց ձեռքով պատրաստել իրենց հուշանվերը կամ սովորել հայկական ավանդական երգուպար կամ որևէ այլ արհեստի ուղղություն, ինչ որ մասնիկ վերցնեն, այո, իրենց հետ, այսինքն հիմա արվում է ամեն բան, որպեսզի թանգարանը շատ ակտիվ լինի եւ մեր կրթական գործունեությունն էլ թանգարանի առանձին անվան տակ է լինում, մեր դպրոցը ֆոլկ անիվ, ինչու անիվ, որտեվ անիվը շրջում է եւ Հայաստանով եւ Սփյուռքով ու կարողանում է տարածել հայկական ժողովրդականը ու հայկական ինքնության ինչ որ բան է կարողանում փոխանցել։ Ինչ հետաքրքիր բոլորին գտել անիվը ինքը եւ հավերժության այդ նշանն է ժամանակի անիվը եւ սայլի անիվ անիվ, որը կարող է անապարորդել գնալ, շատ հետաքրքիր։ Մեր թանգարանի երազանքներից մեկն է իրականում հետագայում այդ կրթական բլոկում ունենալ նաև հենց ֆոլկա անիվ փայտե ավտոբուսը, որը անգամ անհասանելի շրջիկ թանգարանը, որը անգամ անհասանելի գյուղեր կկարողանա հասնել եւ երեխաներին տանել թե թատերական արվեստ, թե ձեռարվեստ, թե երգուպար աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց թանգարանի մասով վերադառնանք Դիլիջանին, շատ հատկանշական է, որ թանգարանը վերաբացվեց պաշտոնապես այս տարի, երբ լրանում է մեր շատ սիրելի Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը, շատ հուզիչ էր բացման ժամանակ կանգնել այն նույն վայրում, որտեղ որ Շարամբեյանը 79 թվականին բացվում էր թանգարանը, ու շատ հյուրեր այդ օրը ասում էին, ոնց որ ինքը այստեղ լիներ։ Միգուցե ընտանեկան ջերմություն կար, հոգատարություն, խնամք կար այդ թանգանում, մտնում ես ներս ու չգիտեմ, առավոտյան ժամի էի գնացել իհարկե, երբ որ միակ այցելուն ես էի, աշխատանքային օրեր, այցելուներ չկային, եւ տենց իսկապես վայելեցի թանգարանի այդ ամբողջը ու փորձում էի հասկանալ թե ովքեր են անտեսանելի ապրում նաեւ այդ թանգարանում, ինչ հեքիաթներ են իրենք պատմում, շատ բավարարիչ է, ես իսկապես մեր ունկնդիրներին առաջարկում եմ, որ գնացեք այնտեղ, իսկապես ձեր ներսում հաստատ ինչ որ մի բան կփոխվի, որովհետև մի ուրիշ տեսակ հոգատարություն, ջերմություն կա այդ ամեն ինչի մեջ, լույս կա, չգիտեմ, ահա որ տպավորված եմ ես եւ այդ տպավորությունն էր, որ ստիպեց, որ ձեզ անպայման համոզեմ ձեր գործերից կտրեմ եւ բերեմ ինքնության տաղավար։ Հովհաննես Շարամբեյանը նկարիչ լինելով հանդերձ շատ լավ պատկերացնում էր, թե ինչքան կարեւոր են հենց այս պահին ապրող մարդկանց արհեստի տիրապետելը, ասինքն եթե մենք զբաղվենք միայն նրանով, ինչ որ նախկինում մեր հայրենակիցները ստեղծել են եւ նորը չստեղծենք, մշակույթը կդադարի լինել։ Այդ առումով մեր մեծ երախտավորներից է նվիրալ մարդկանցից մեկն է, որը օրինակ միշտ երբ սկսում ենք պատմել թեկուզ Երևանյան մասնաճյուղի մասին, հա, օրինակ շատ հետաքրքիր այսպիսի զգացողություն է, դե շենքը Երևանի հուշարձան շենքը, էլի 37 թվականից են ոնց որ սկսել վերանորոգման աշխատանքները, 39-ին կարծեմ հանձնվել է արդեն եւ այնտեղ ի սկզբանե եղել է ժողովրդական տուն ու եղել է մեկ այլ նվիրալ, որի մասին էլ ենք շատ քիչ խոսել, Հաբեթնակ Բաբայան, որը որ ժողովրդական տան համակարգմամբ է զբաղվել եւ այն ժամանակ զգացել է անհրաժեշտությունը հավաքելու ժողովրդական
արվեստի նմուշներ, գնացել է տարբեր գյուղեր, սկսել հավաքագրել եւ դա էլի հավաքածուի փոքր հիմք է հանդիսացել, ինչ որ չափով։ Հետո արդեն 60-ականներին ոնց որ ժող ստեղծագործության տան շրջանակում կար փոքր թանգարան, բայց ինքը բնականաբար ոչ պետական ստատուս դեռ ուներ եւ այդպես հայտնի չէր։ Հովհաննես Շարամբեյանի գալուց արդեն ինքը շարունակեց բնականաբար այդ գործը, բայց ինքը հասկանում էր, որ միայն հավաքագրելով խնդրի լուծման չես գալու ու սկսեց ակտիվացնել, սկսեց կիրառության բերել ժողովրդական վարպետ տերմինը, այսպես ասած, եւ ակտիվորեն սկսեց աշխատել վարպետների հետ, բազմաթիվ արհեստներ այսօր կենսունակ են Շարամբեյանի ու նաեւ օրինակ Դիլիջանյան Մասովսերիկ Դավթյանի շնորհիվ ժանեկագործությանն է վերաբերվում, բայց փայտի գեղարվեստական մշակումը, ովքեր որ աշխատել են Շարամբեյանի հետ, միշտ պատմում են, գնում էր, գտնում էր տարբեր դիզայներեր, այստեղից այնտեղից պեղում բերում էր, վարպետների հետ աշխատում էր, այսպես արա, այնպես արա եւ այլն, գծագրում էին, միասին սկսում էին արտադրել, այսինքն իրենք ինչ որ չափով սկսեցին ձևավորել այդ ժամանակվա մարդկանց մտածողությունը եւ կարելի ասել ճաշակ թելադրել թեկուս հուշանվերային արտադրության ոլորտում, չէ՞ որ վարպետները արդեն աշխատում էին ոչ միայն բացի այն որ թանգարանին էին բնականաբար բազմաթիվ նմուշներ նվիրաբերում որպեսի հավաքածուն հարստանա եւ ընդլայնվի Հովհաննես Շարամբեյանն էլ ինքն էլ բազմաթիվ էլ իր հավաքածուից բաներ է նվիրել նաեւ մեծ ներդրում է ունեցել փայտարվեստի ցուցասրահի բացման գործում բայց վարպետներին ամեն կերպ աջակցում էր որպեսի իրենք հասկանային որ այդ աշխատանքը այսինքն կենսունակ պահելը նույնպես կարող է իրենց համար լինել նաեւ ապրուստի միջոց ու ինչքան կարեւոր է ուղղակի ավանդույթը պահելը ու այն չմոռանալը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ երբ որ որևէ բան պիտի հաստատի որպես այս տվյալ ժողովրդի կամ տվյալ ազգի ներկայացուցիչների մշակութային ժառանգություն նայում է թե որքանով պատմությունից զատ այդ մարդկանց կենցաղում գոյություն ունի դա բնականաբար դրա համար իսկապես կենսական նշանակություն ունի թե մենք ինչքանով ենք հիմա տիրապետում ինչքանով ենք գործում ինչքանով ենք իրար նվիրում ինչքանով ենք դա ցուցադրում եւ այլն էլի ու դրա համար երբ որ մենք վիրավորվում ենք թե այսինչը տարավ մերներ չգիտեմ ինչ պետք է հասկանանք լավ մենք ինչքանով ենք դա տիրապետում ինչքանով ենք դա կարևորում մեր հագուստի մեջ մեր կենցաղում մեր սեղանի վրա ինչքանով կա այդ արվեստը լրիվ կիսում եմ ձեր կարծիքը ու ուրախություն մեզ շատ հետաքրքիր ու առաջին ցենց ասած խոսքը հա նորից հետաքրքրությունը կարելի ասել ժողովրդի նկատմամբ երևի երբ սիրիացի վարպետները եկան Հայաստան ասեղնագործությունը շատ մեծ տարածում գտավ ու եթե սկզբում մի քանի վարպետներ էին դեռ 10-15 տարի առաջ ասեղնագործում առաջ այնթափ այսօր շատ մեծ համայնք կա ասեղնագործողների նույնն էլ կարելի ասել փայտի գեղարվեստական մշակմանն է վերաբերվում, բայց բնականաբար բոլոր ոնց որ նվիրալ մարդիկ հետաքրքրվող այսինքն կարևորությունը հասկացող մարդիկ պետք է հասկանան, որ տարբեր գործողություններ են պետք, որպեսզի այդ ամենը իրոք պահվի, շատ հեշտ է միշտ ամեն ինչը թողնել պետության վրա, պետությունը պետք է անի, պետությունը իր չափով օրինակ անում է, հա, օրինակ թանգարանը համարվում է պետական կառույց ու թանգարանը ունի իր կրթական գործունեությունը, թանգարանը ունի ոչնչական մշակութային ժառանգության հանրահռչակման իր ռազմավարությունը, իր տեսլականը բայց նաև այդ երևի մի քիչ ժողովրդին մեր բնորոշ բան է, որ միշտ խնդիրները մեղավորները բոլորն են, բացի մենք ինքներս ճառասողներ ենք, զանգահողներ փնտրում ենք ու չենք գտնելու։ Պետք է հասկանանք մի հատ մենք էլ մեր մեջ տեսնենք, թե բայց արդյոք լավ, հա, այն մարդիկ, որոնք էլի նվիրալ են, առանձին իրենց գործունեությունը ծավալում են, բայց բողոքելուց զատ պետք է անպայման եւ լավն էլ տեսնել եւ նաեւ հասկանալ իսկ ես ինչ եմ անում, որ չլինի այնպես, ինչի դեմ ես բողոքում եմ առհասարակ էլ։ Իրական դպրոցի աշակերտներին երբ որ տեսնում ես, իրենց մոտ աղջիկները անպայման վերնաշապիկի ասեղնագործության վերջերս մի աղջիկա տեսա, ասում դու իրական դպրոցում ես սովորում, ասաց, «Այ ինչ իմացաք», ասում, բանը Մարաշի ասեղնագործությունը շապիկիդ վրա հուշեց, եւ այնտեղ իսկապես բացի IT-ից, բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից կարևորում նաեւ ձեռքի աշխատանքը որպես մշակույթ պահվում է։ Նույնիսկ ուսանողներ կային տարիներ առաջ, որ փոքրիկ խումբ էին
բացել եւ պատվերներ էին ընդունում ասեղնագործ անելու այսինքն կան մարդիկ նաեւ փոքր չափով որոնք ձեր աշխատանքին օգնում աջակցում են իրենք էլ այս պահին ժողովրդի վարպետներ դառնալով Այո, բայց ուրախություն մեզ, նաև ոչ միայն, իրական դպրոցը բնականաբար իրենց համար դա առանցքային է ուսուցումը, բայց քանի որ այսօր կա աբոնեմենտային համակարգը, շատ դպրոցներ, մասնավորապես օրինակ տեխնոլոգիայի դասերի ուսուցիչները, իրենց աշակերտներին սկսում են պարտադիր բերել թանգարան։ Սա մեզ շատ է ուրախացնում, որ իրենք հասկանում են դրա կարևորությունը ու երեխաների մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Հետո մեկ անգամ գալուց հետո սկսվում են արդեն նույն դպրոցից, միգուցե նույն դասարանից հարցումներ, կա արդյոք վարպետաց դաս, որպեսզի գան ու փորձեն։ Եվ բացի այդ էլ հետաքրքիր ոնց որ նախագիծ ունի էլի նախարարությունը, որ մենք անցյալ տարի ներկայացրեցինք տարբեր ծրագրեր, թե ինչպես կարող են դպրոցական առարկաները ինտեգրվել թանգարանների գործունեության մեջ ու բնականաբար օրինակ հետաքրքիր ոնց որ ծրագրեր մշակեցինք, որոնք նույնպես փորձում ենք առաջարկել, որպեսզի գոնե այդ տեխնոլոգիայի ուսուցանող երեխաները հասկանան, որ նաև կա ժողովրդական արվեստը, նաև կարելի է ստեղծագործել ու գործել այս ոլորտում։ Փաստորեն ժողովրդի թանգարանում կա նաև վարպետության դասի մասնակցելու հնարավորություն, բայց այդ փակագծերը խնդրում եմ։ Այո, մեր Ֆոլկանիվ կրթական դպրոցը ինքը միայն չի շրջում, նաև տեղում է գործում, եւ թանգարանում կան վարպետաց դասեր թե դպրոցականների համար, էլի թե զբոսաշրջիկների եւ թե ցանկացած մարդկանց համար, ինչպես օրինակ դուք որոշել եք ձեր ընկերուհիների հետ սրճարանի այցը փոխարինել թանգարանային այցով եւ սուրճի հետ միասին ասեղնագործել կամ գործել։ Իսկ ինչ է պետք դրա համար։ Կարող եմ օրինակ մեկ անգամվա այցել։ Այո, մեկ անգամյա այնպես ենք փորձում անել, որպեսզի այդ մեկ անգամյա այցի ժամանակ դուք կարողանաք ձեր ինչ որ բանը էլի ստանալ ու ձեզ հետ ուշ տանել թանգարանից։ Գիտեք ինչ անցավ մտքովս, օրինակ կարելի է ծննդյան տոնը կազմակերպել այնտեղ, ասենք, երբ որ դու հոգնել ես։ Այո, մենք այդպիսի փորձեր ունեցել ենք։ Ես ուշացա արդեն, բայց իսկապես համեցեք ձեր հաջորդ ծննդանորդ։ Երբեմն իսկապես այդ աղմուկից, այդ անդադ նույն տեսակ, նույն միջավայրում հայտնվելուց հոգնում ես եւ ինչ որ նոր բան ես ուզում, որ ավելի խաղաղ կլինի, ավելի հանգիստ կլինի, գաս, նստես ու հանգիստ վայելես։ Մի բաժակ սուրճ կհյուրասիրեք։ Անպայման։ Իսկ այդ Ֆոլկանիվը որ կա, որ ասում եք շրջիկ, կարող եք զանգել, պայմանավորվել, հրավիրել իրենց համայնքներ, իրենց դպրոցներ, ինչ կերպ է դա արվում։ Էլի պայմանավորվածություններով, հիմա շուտով դասընթացներն էլ կսկսվեն արդեն տարբեր ձևաչափերով։ Մենք արհեստի ուսուցումը ուզում ենք դարձնել ավելի նախագծային ու մի քիչ ընդլայնված ուսուցում, որովհետև շատ դեպքերում, երբ աշխատում ենք երեխաների հետ կամ մեծահասակների հետ, թեկուզ, եւ սովորեցնում ենք միայն տեխնիկան, դա բավարար չի, որպեսզի երեխան կամ մեծահասակը հետո հասկանա, թե ինչ է անելու այս արհեստի հետ, այսինքն օրինակ, ինչպես է տեղի ունենալու ուսուցումը, այսինքն եթե երեխան սովորում է գորգագործություն կամ ասեղնագործություն, զուգահեռ սովորում է նախագծերի կառավարում, սոցիալական մեդիա, մարքեթինգ, հանդիպումներ ունենում տարբեր անհատների հետ, որոնք իրեն ուղերձում են, թե հետագայում նա ինչ կարող է անել այդ արհեստի հետ, սկսած նախ որպես արվեստագետ հանդես գալու նա առաջին հերթին հնարավորությունից մինչև նաև հետագայում ինչու ոչ կայուն աշխատանք ունենալու, ինչը հնարավոր է, այսինքն արհեստը այդ հնարավորությունը տալիս է, մնում է միայն ցանկություն սովորելու եւ գործելու, բայց բացի Ֆոլկանիվից հետաքրքիր այլ կոնցեպտներ էլ շատ ունենք թանգարանում, ֆոլկ բառի հետ կապված փորձել ենք տարբեր հետաքրքիր ապրանքանիշեր ստեղծել, մեր երգչախումբն է մանելը, որը նույնպես կրթական հետաքրքիր նախաձեռնությամբ է ոնց որ հանդես գալու, մեր աստիճան համերգների ձևաչափով թանգարանում ունենք աստիճան համերգ, աղջիկները մեր աստիճանների վրա են երգում, շատ հետաքրքիր կոնցեպտ է, այո, շատ հետաքրքիր ակուստիկա ունենք Աբովյան 64-ի մասնաճյուղում մեր
Մեր ֆոլկանկյունն է, որը հենց հուշանվերների հատվածն է, այսինքն խանութ սրահը եւ սրճարանը, որտեղ կարելի կլինի սուրճ պատվիրել, թեյ եւ հայկական տարբեր հետաքրքիր քաղցրավենիքներ։ Այսինքն փորձել ենք թանգարանը աշխատեցնել մի հետաքրքիր կոնցեպտի շուրջ, որ մարդը գալիս է թանգարան եւ ակտիվացնում է իր բոլոր 5 զգայարանները, կարող ես տեսնել, լսել, շոշափել, համտեսել եւ զգալ բույրը, դրա համար էլ մեր հոտառության հետաքրքիր փորձառություններն ենք պատրաստում, շուտով արդեն նոր ցուցադրությունում հասանելի կլինեն։ Այսինքն թանգարանը կենթանի հարթակ է, թանգարանին այլևս չի կարելի վերաբերվել որպես ուղղակի մի վայր, որտեղ պահպանվում է ժառանգությունը, սա մի տեղ է, որտեղ պետք է գալ եւ ստանալ իրոք էմոցիոնալ սրտային կապ ու փորձառություն, սա ամենակարևորն է։ Գալ ոչ թե որպես պարող դիտող, այլ մասնակից գործող անձ որպես։ Մեր այցելուներից Ֆրանսիայի դեսպաններից մեկը ասել էր, որ ձեր թանգարանը այն թանգարանն է, որտեղ ճանաչում ես ժողովրդի ոգին։ Իրոք դա այնպես է։ Գալիս ես ճանաչելու եւ փորձառություն ունենալու մի ժողովրդի այդ ժամանակահատվածի մտածողությանը, փիլիսոփայությանը, աշխարհընկալմանը, որովհետեւ երազանքները, որովհետեւ դեկորատիվ կիրառական արվեստը հենց դա է իրենց ներկայացնում։ Եթե մարդը ինչ իր մեջ գրել է, դա արտահայտել է տարբեր գեղագիտական դրսևորումներով։ Ու դրա համար բոլորին ուղղակի հորդորում եմ նաև այցելել թանգարան, որովհետև իրոք հնարավոր է ինքնության ինչ-որ մի փոքր մասնիկ ինքդ քեզ հետ այցելությունից հետո վերցնել։ Սա շատ կարևոր է։ Ասում են, որ հիմա աշխարհում ինքնության ճգնաժամ կա, բոլոր մարդիկ փորձում են հասկանալու համար, թե իրենք որ ինքնության կրողն են, որ ինքնությանն են ուզում ինտեգրվել։ Հիմա ինձ մոտ միտք առաջացավ, որ թե ուզում ես հասկանաս, թե հայ մարդու 21-րդ դարի ինքնությունը որն է գանձեր թանգարան, որովհետև մարդիկ իրենց ներսի այդ զգացողությունը գաղտնագրում են այն արհեստների միջոցով, որոնք ցուցադրվում են ձեր թանգարանում, եւ եթե ուզում ես ճանաչել հային, սկսիր այնտեղից ներկա հային, որովհետեւ դրա մեջ կա եւ պատմություն, եւ ներկայացություն, եւ ոնց որ դուք ասացիք երազանքներ։ Մենք հենց այդպես էլ մեզ իրականում մեր նոր ոնց որ ապրանքանիշի ձևավորման գործընթացներում այդպես էլ ներկայացնում ենք, որ մենք իրոք կամուրջ ենք անցյալի ու ներկայի միջև, որովհետեւ մենք պահպանում ենք ոչնչական մշակութային ժառանգության տարերը եւ նաեւ արհեստագործությունը, բայց մենք նաև պարտադիր պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի ստեղծվի այսօրվա արվեստը, որը չի կարող ամբողջությամբ կրկնել անցյալը, որովհետև այսօր ապրում ենք ամբողջությամբ այլ ժամանակաշրջանում ու դա նորմալ է, դրանից վախենալ պետք չէ։ Բայց պարտադիր պետք է պահենք ու միշտ ներշնչվենք մեր արվեստով։ Դրա համար օրինակ մենք այս տարի հիմա շուտով հայտարարելու ենք, սա կարծում եմ կհետաքրքրի վարպետներին, այս տարի շուտով կբացվի ժողովրդական վարպետի կարգավիճակ ստանալու հայտարարությունը։ Ինչու է սա շատ կարևոր, որովհետև այն մարդիկ, այն վարպետները, որոնք ցանկանում են դառնալ ժողովրդական վարպետ, պարտադիր իրենց աշխատանքների մի մասը, ուղիղ կեսը պետք է լինի իրականացված որևէ ավանդական տեխնոլոգիայով, դա ավանդականը պահելու համար, իսկ մյուս մասը արդեն իրենց ստեղծագործականն է եւ այսօրվա ժամանակակիցը, որովհետև այսօր ինտերնետի դարաշրջանում ու տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում արդեն ամբողջությամբ նոր նյութեր են ձևավորվում, նոր հետաքրքիր ինչ որ արհեստներ, որոնց մասին միգուցե ժամանակին չենք խոսել, նոր գունային լուծումներ։ Նախկինում գույները ստացել են այս տեխնոլոգիայով դա են օգտագործել, բայց հիմա նոր լուծումներով կարելի է համադրել, գեղեցկացնել։ Անպայման պետք է համադրել գեղեցկացնել, բայց այստեղ կա մի շատ կարևոր խնդիր, ինչը ցավոք սրտի այսօր Հայաստանում խնդիր է, երբ օրինակ շատ դեպքերում վերցնում ենք գորգի կամ ինչ-որ այլ նմուշի զարդանախշեր, դրանք բռնում ենք գույները ավելի վառ ենք դարձնում կամ ինչ-որ բան, հետո ասում ենք, որ սա հայկական տարազային գույներ է, չպետք է այդպես ասենք, պետք է ասենք, որ դա ներշնչված է։
Իսկ այսօր ցավոք սրտի շուկայում շատ են այդպես մոտենում։ Հուսանք դիզայներները եւս հիմա հետաքրքրված կլինեն եւ գան ձեզ մոտ սովորելու։ Շատ հետաքրքիր է, որ պատերազմից հետո ոնց որ երևի դուք եք նկատել, շատ մեծ հոսք սկսվեց ինքնության ճանաչման ուղղված ու շատ հետաքրքիր է, որ հենց այդ ժամանակ հանկարծ մարդկանց մեջ շատ տարբեր հետաքրքիր գաղափարներ առաջացան ու ծնվեցին, որոնք իրականություն են դառնում ու ինչ որ չափով կարելի է ասել նաև արթնացման ֆունկցիա խաղաց պատերազմը, իհարկե իր մյուս բոլոր բացասական կողմերով։ Մեր հաղորդում են 19 թվականին մի ոտ առաջ պատերազմից 19 թվականից վրա անվանեցինք եւ ինքնություն սկսեցինք փնտրել, հավաքել այդ գլուխ կոտրուկը հավաքել, բայց փաստորեն ստացավ մի հարթակ, որտեղ մենք այդտենց մարդկանց, ովքեր որոնում են, ովքեր փնտրում են, ովքեր ինչ-որ մի բան արդեն ստեղծում են, որ գան, պատմեն, ներկայացնեն եւ այդ մեծ puzzle-ը, գլուխ կոտրուկը կարողանանք հավաքել։ Շատ հետաքրքիր, մեր ֆոլկանիվը, որը հիմա ֆոլկանիվ դարձավ, մինչ այդ մոտ 20 թվականից 21 թվականի սկզբից գործում էր որպես ինքնության դարբնոց, հետաքրքիր, որ մենք էլ ենք զգացել դրա կարևորությունը։ Ու դարբնոցի շրջանակում հիմնականում սոցիալական կոմպոնենտներ վերցված, այսինքն աշխատում էինք երեխաների խնամքների կենտրոններում, ծերանոցներում, շատ հուզիչ է այդ աշխատանքը, երբ որ մեծ տարիքում մարդը նոր իմաստ է գտնում իր կյանքի համար։ Շատ կարևոր է ճանաչել ինքնությունը ու ճանաչել ինքնությունը առանց պատրանքների։ Սա ամենակարևոր բանն է։ Ճանաչել ինքնությունը ռեալ, շատ լավ ճանաչել, բաց լինել աշխարհին ու հասկանալ, թե հայկականը աշխարհի ամբողջ մշակութային այսպես ասած արժեքների համակարգում ինչ դեր ունի ու ինչ դերակատարություն կարող է տալ, ինչ կարող ենք տալ մենք աշխարհին ու ինչ է աշխարհը տալիս մեզ։ Սա շատ կարևոր է։ Կարևոր է, որ դա առողջ լինի ու իրոք առանց որևէ պատրանքների։ Ես էսպես շնորհակալություն ասեմ նաև մի հետաքրքիր նախագծի համար, որ դուք մի քանի տարի առաջ արեցիք կարճոլովակներին արհեստների մասին, որոնք իսկապես շատ կարճ այդ ֆորմատի ձևաչափի մեջ ցույց էին տալիս, թե ինչ է ասեղնագործությունը, ինչ է այս արհեստը, ինչ այն է, ինչ պատմություն ունի, ինչ առանձնահատկություն ունի, իսկապես շատ ստացված շարք է, շատ գեղեցիկ շարք, որը կուզեմ նորից դնենք շրջանառության մեջ ու անընդհատ պտտվի ու նայենք, մի կտոր մենք էլ կօգտագործենք մեր այս հաղորդման մեջ հղումը դնելով, որ մարդիկ օգտագործեն, որովհետև ճանաչելու ձևերը կան, մեր նախանձախնդրությունն է պետք փորձանելու, քայլանելու։ Ինչպես են ստեղծվում արհեստները։ Թաղիքագործություն։ Ոչխարի ընտելացման հայրենիքը համարվում է հայկական դեռնաշխարհը։ Ոչխարաբուծության եւ բրդից թաղիք ստանալու հնագույն ավանդույթների մասին է վկայում եվրոպական մի ավանդազրույց, ըստ որի առաջին թաղիքը պատրաստեց Նոյը, երբ իջավ Արարատից։ Թաղիքը ստացվում է ոչխարի բրդից։ Ոչխարներին խուզում էին, ապա բուրդը լվանում գետում, փայտով թակելով եւ փռում չորանալու։ Թեթևակի խոնավ բուրդը գզում էին անեղով, դարձնելով այն ամպի նման թեթև։ Թաղիքը փռվածք ստանալու համար այն շարում էին կտորի վրա, թրջում գոլ ջրով, ծածկում մեկ այլ կտորով, փաթաթում գերանի վրա եւ գլորում։ Թաղիք գցելը ծիսական ընթացք էր, որն ուղեկցվում էր երաժշտությամբ, զուռնադհոլով ու երգերով։ Պարտադիր հնչում էին բարեմաղթանքներ։ 2-ից 4 երիտասարդ վարպետի առաջնորդությամբ ձեռք ձեռքի տված ոտքով հրում էին գերանը, գլորելով այն սենյակով։ Այդպես հարում թաղկեցնում էին բուրդը, որը հարվածներից կուչ գալով թաղկում ու դառնում էր գործվածք։ Վերջում հատուկ քարով հարթեցնում էին այն ու փռում չորանալու։ Պատրաստի թաղիքի վրա առաջինը նստեցնում էին տան կրտսեր որդուն եւ օրհնում օջախը։ Բացի փռվածքից, թաղիքից պատրաստում էին տարբեր այլ իրեր, այծենակաչ հովիվների համար,
որը պաշտպանում էր ցրտից ու անձրևից, ծառայում որպես անկողին։ Շարունակեք այդ շարքը տեսահոլովակների թե Շատ ենք ուզում շարունակել, այդ ծրագիրն իրականացել էր մեր նախարարության աջակցությամբ եւ ասեմ նաեւ, որ ծրագիրը իրականացվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնչական մշակութային ժառանգության կոնվենցիայի 20-ամյակի շրջանակում եւ ֆիլմերից 4-ը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգո ստացան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում էին տեղադրվել որպես հայկական ոչնչական մշակութային ժառանգություն։ Տեսահոլովակները YouTube-ում տեղադրված են, իրենք մեր նախարարության կողմից նաեւ ստացան կրթական նշանակություն իրենց տրվեց, տարբեր դպրոցներ ուղարկվեցին եւ շատ հաճելի էր, երբ երեխաները հեռու մարզերից գալիս էին թանգարան ու մենք ցենց ուզում էինք իրենց ցույց տալ անիմացիաները եւ մեկ էլ տեսահոլովակները, մեկ էլ բայց մենք իրենց տեսել ենք արդեն, սա նշանակում է, որ ինչ որ մի բանի կարողացել էինք կարելի է ասել հասնել, ուզում ենք շարքը շարունակել, ուզում ենք անդրադառնալ որոշ արհեստների, որոնց չենք անդրադարձել, հաջորդիվ ուզում ենք անդրադառնալ ծեսերին ու տոներին, շատ ենք երազում բոլոր տաղավար տոներով անցնել անիմացիոն ձևաչափով տեսահոլովակների, ուսով ենք դա մեզ կհաջողի, հետագայում արդեն խոհարարական ինչ որ հետաքրքիր շարք ունենք մտածված, որ կուզենանք իրականացնել, կաշխատենք այդ ուղղությամբ, հիմա այս տարվա կարելի ասել առաջնային անելիքները ժողովրդական վարպետի կարելի ասել կոչումն է, բոլոր միջոցառումներն են, որոնք նվիրված են Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին, մայիսին ունենալու ենք մեր արհեստների փառատոնը միջազգային 5-րդ, որը այս տարի նախատեսվում է Մեղրիում իրականացնել, այնուհետև Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները եւ նաեւ տարվա վերջում աշնանը պատրաստվում ենք ունենալ հետաքրքիր գիտաժողով նվիրված ժողովրդական արվեստին, փորձելու ենք գիտաժողովի ձևաչափից զատ նաեւ կլոր սեղան քննարկումներ ունենալ, հավաքագրել տարբեր խնդիրներ, մեր հիմնական ոլորտներին առնչվող ու փորձել այդ խնդիրներից արդեն ընթացիկ լուծումներ ստանալ ու նախագծեր։ Մեր դասընթացներն ենք սկսելու հիմա թանգարանում։ Մշտապես ունենալու ենք դասընթացներ, ոչ միայն արհեստագործական, այլ նաև բովանդակային, առաջինը ասեղնագործության դասընթացն է լինելու, շուտով կմեկնարկենք, հետո արդեն նաև այլ արհեստներին կանցնենք, այսպես ոչ միայն ասեղնագործել, այլ նաև իմանալ ինչի մասին է, որովհետև շատ մարդիկ կան, որ չեն ուզում տեխնիկան սովորել, բայց ուզում են շատ լավ իմանալ հայկական ասեղնագործության մասին, սովորել, տարբերել, որ եթե դրսի թանգարան են գնում, տեսնեն ասեղնագործնումուշ, հասկանան, որ սա օրինակ հայկական է եւ այլն։ Շնորհակալություն շատ, թող Աստված ձեզ զորացնի, ներշնչանքներն անսպառեն ձեր եւ դրանք բոլոր իրականություն դառնան եւ ինքնության տաղավարում հաճախ գաք բոլոր այդ նախաձեռնությունների իրականացվելիք կամ իրականացված ծրագրերի մասին խոսելու, պատմելու եւ մենք էլ դառնանք այն հարթակը, որ կդառնա ձեր խոսափողը։ Շնորհակալություն ձեր մասին իմանալու։ Ես հիշեցնեմ, որ ինքնության տաղավարում այսօր է շատ սիրով զրուցում էի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորյանի հետ եւ եւս մեկ անգամ վերջում ուզում հիշեցնել, որ անպայման գնացեք թե Դիլիջանի մասնաճյուղ, թե Երևանի մասնաճյուղեր եւ տեսեք թե ինչ հրաշքներ են ստեղծել մեր հայրենակիցները, դուք էլ նայեք, վայելեք, ներշնչվեք դրանցով։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։